Վիրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Կարապետ եկեղեցին հայ առաքելական եկեղեցու հնագույն սրբավայրերից մեկն է։ Ինչպես գիտենք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը գնում է Կեսարիա Ղևոնդիոս հայրապետի կողմից ձեռնադրվելու, և այնտեղից մեր պետությունը երկու սրբի աճումներ է հույներից վերցնում և բերում Հայաստան։ Այդ սրբերից մեկը լինում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կնոջ Մարիամի եղբոր Աթանագինե վկայի աճյունները, որը Սեբաստիայի եպիսկոպոսն է եղել և քրիստոնեության համար Սեբաստիայում նահատակվել է։ Մյուսը Հովհաննես Մկրտիչը։ Այդ մասունքները ամփոփում են Մուշ քաղաքի մոտ գտնվող 9 աղբյուրներ են եղել, այդ աղբյուրների մոտ հետագայում այդ աճյուններից մեկի վրա այդ վայրում կառուցում են Մշո Սուրբ Կարապետի հայտնի վանքը, և Գրիգոր Լուսավորչի ժամանակ շուրջ 200 եկեղեցիներ են Հովհաննես Մկրտչի անունով կառուցում 4-5-րդ դարում։ Այստեղ եղել է կաթողիկոսների ամառային նստավայրը և վաղագույն շրջանից ինքը կարևոր վայր է եղել, ամբողջ տարվա ընթացքում եպիսկոպոսանիստ կենտրոն է եղել։ Ենթադրվում է մինչև եկեղեցու կառուցումն էլ տեղում տաճար է եղել, որի տեղում 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնվել է այս եկեղեցին։ Եկեղեցին նախնական վիճակով միանավ բազիլիկ է եղել, եռախորան եկեղեցի է նաև։ Հավանաբար 7-րդ դարում Կոմիտաս կաթողիկոսի ժամանակ, երբ Զվարթնոցի տաճարն է կառուցվելիս եղել, այս եկեղեցին վերակառուցման է ենթարկվել։ Դրա վկայությունն են կորինթիական, թոնական տիպի գեղեցիկ խոյակները, պսակակալները, կլոր լուսամուտները, լուսամուտախմբերը, որոնք ունեն հետաքրքիր ներքին և արտաքին պսակակալներ, իրենք նույնանում են Զվարթնոցի տաճարի նմանատիպ դետալների հետ։ Եվ ենթադրում է 7-րդ դարում Զվարթնոցի տաճարի կառուցման ժամանակ Վիրականի Սուրբ Հովհաննես եկեղեցին նաև վերակառուցվել է։ Եկեղեցու հարավային պատի վրա թվակիր արձանագրություն կա, որտեղ հստակ կարդացում է ՆԼԳ թվականը, ՆՆ 400 է, ԼՆ 30, ԳՆ 3, այս թվականը կարդացել են և իրենց թվացել է եկեղեցու կառուցման կամ վերակառուցման արձանագրություն է և սրան էլ գումարել են 551, եղել է 984 թվական և իրենց թվացել է եկեղեցու կառուցման կամ վերակառուցման թվականն է Հովհաննես դերասխանակերտցու ժամանակ, բայց իրականում այս արձանագրությունը եկեղեցու կառուցման և վերակառուցման մասին չէ, այլ ընդամենը գրված է, որ ՆԼԳ թվականին հայ Գրիգորը հոռաթաղ և բյուրական բերել է առու, որը հավանաբար մայր առվի շինարարության մասին է, և ասում է ովքեր կընթեռնեք այս արձանագրությունը, իրենց աղոթքներում նաև ինձ հիշեք։ Թվակիր այս արձանագրությունը խոսում է այն մասին, որ 10-րդ դարում եկեղեցին այս տեսքը ունեցել է և առնվազն մեկ անգամ լուրջ հիմնանորոգման արդեն ենթարկված է եղել, որովհետև այս արձանագրությունը նաև եկեղեցու հին պատին չէ, այլ վերակառուցված պատին է գտնվում։ Հոգևորական դառնալու այս ցանկությունը կարելի ասել դեռևս մանուկ տարիքից եղել է, տանը այդ միջավայրը կար, տատիկս, պապիկս արմատներով մուսալերցիներ են և հոգևոր դպրոց էին գնացել, իրենք 7-րդ դասարանի կրթություն ունեին, որ այսօրվա իմաստով թերի բարձրագույն է, և այդ կրթությունը եղել էր եկեղեցական։ Ձգտում կար նաև հոգևոր կյանքի ապրելու, ավելի մոտիկից ճանաչելու, ավելի գրագետ այդ ամենը իմանալու և այդ նպատակով նաև ընդունվեցինք ճեմարան, սովորեցինք և դարձանք հոգևորական։ Աթեիզմը ինքը Աստծո և ցանկացած տեսակի աստվածային էակի մերժման գաղափարախոսություն է, իբրև թե փորձի, ռացիոնալ մտածողության կամ գիտական հիմքերի վրա։ Ցավոք սրտի հետխորհրդային երկրներում ավելի տարածված է, այսպես ասեմ, մարտնչող աթեիզմը, որը խորհրդային շրջանում նաև եկեղեցուն, եկեղեցականներին հալածանքի էր ենթարկվում։ Կոմունիստական շրջանում այս գաղափարախոսությունը օգտագործվել է նաև ազնվականության, հոգևորականության, բոլշևիկյան հեղափոխությունից հետո իրենց թվացյալ գաղափարական հակառակորդին ջախջախելու համար և բազմաթիվ հոգևորականներ այդ գաղափարախոսության դրսևորումների արդյունքում նաև հալածանքի, բռնության են ենթարկվել։
Աթեիզմի ավելի դրական, կարելի ասել, դրսևորումներից են հումանիստական աթեիզմը, որը իր մեջ բավական լուրջ բարոյական նաև բաներ ունի, որ փորձել են տարբեր ձևերով իրենք դրական ձևով թեկուզ կյանքի իրենց փորձառությունը, մարդու բարոյական կերպարը օգտագործել իրենց կյանքում, հոգևոր, բարոյական նաև նկարագիր պահպանելով։ Եվ գաղափարախոսության մեջ նաև խորհրդային եղել են դաստիարակչական ուղղություն, որ սերունդ էին կրթում պիոներ Արամի օրինակով, կոմունիստական այսինչի օրինակով, Հերոս Հունան Ավետիսյանի օրինակ, այսինքն նմանատիպ կերպարներով փորձում էին նաև աթեիզմի այն շերտը, որը եկեղեցու բարոյական կողմն է, ինչ որ առումով ապահովեն։ Խորհրդային միությունը փլուզվել է, մենք էլ անկախացել ենք, բայց տեսնում ենք պետության կողմից, իշխանավորների կողմից հոգևոր, բարոյական արժեքներին այսպես տեղ տալու գաղափարը չկա։ Աթեիզմի մեջ էլ կարող են բարոյական կողմեր լինեն, որը մենք չենք շփվում, շատ աթեիստներ փորձում են իրենց խղճով, բարոյականության, հասարակության, ինչու չէ նաև մտածելակերպի, նորմերի, պետության, հայրենիքի հանդեպ իրենց պարտքի մասին բաժինը պահել։ Բայց այս ամենը եկեղեցական առումով կարծում եմ բավարար չէ։ Եկեղեցական առումով շատ կարևոր է Աստծո գոյությունը, Աստծո հանգամանքը։ Այսինքն աթեիստական հումանիզմը տանում է մի տեսակ մարդակենտրոնության, կյանքի առանցքը մարդն է, անհատն է, եւ անհատին անհարկի ծանրաբեռնում են։ Իրականում անհատի համար նաև դա մեծ ծանրաբեռնում է եւ տարբեր ժողովուրդների, սովորությունների, միջավայրի մեջ այս բարոյական նորմերը դառնում են փոփոխական, այսինքն հստակության բացակայություն է լինում։ Չի կարող աթեիստը լինել հոգևոր, երբ որ ինքը հոգու գոյությունն է մերժում, Սուրբ Հոգու, Աստվածային Հոգու եւ անձամբ իր հոգու։ Եվ տեսնում ենք այս հոգու գոյության հավատքի իման վրա ինչքան մարդիկ ստեղծագործել են, արարել են, մեր պապերը ինչպես եկեղեցիներ, վանքեր են կառուցել, ամրոցներ ու բերդեր, կամուրջներ, ծառեր են տնկել, այգիներ են տնկել, արարել եւ ստեղծագործել եւ աճել ու բազմացել են մեր հայրենիքում։ Եվ այսօր տեսնում ենք մեր ազգը առավել եւս այդ ամենի կարիք ունի։ Հավատքը վստահություն է Աստծո նկատմամբ, սեր է Աստծո նկատմամբ։ Բարոյականությունը հավատքի կյանքն է, որ մենք պիտի ապրենք։ Աստված նմանողության կյանք է։ Արդարությունը այն է, երբ դու անկախ քեզանից եւ դիմացինից նույն որոշումն ես կայացնում երկու դեպքում։ Սրանք մի ամբողջություն են։ Իրականում հավատքը, բարոյականությունը, արդարության զգացողությունը եւ ինչու՞ չէ նաեւ արդարությունից վեր արդարությունը շատ կարեւոր բաներ են մեր կյանքում։